Ոնց եք բոլորդ։ Լավ եք, շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք, շատ մարդիկ ունեն ցանկություն ուրիշ տեղ լինելու քան Աստծո տանը։ Իհարկե, մենք ասում ենք Աստծո տանը, բայց Աստված, ինչպես գիտենք, չի բնակվում այն տների մեջ, որտեղ մարդու ձեռքով ասակված, բայց Աստված հոգով մեզ հետ է, Աստված ամենուրեք է եւ գիտենք, որ Աստված ներկա է, որտեղ որ իր ազգանները ներկա են։ Այսօր մենք շարունակելու ենք մեր Ֆիլիպպեցիս նամակի, հասել ենք 3-րդ գլուխ եւ ինչպես գիտեք, Պողոս Արաքյալի գրված նամակները ընդհանրապես բաժանվում է երկու մասի։ Ամեն նամակ բաժանված է երկու մասի։ Սկզբից տալիս է սկզբունքներ, պատվիրաններ, հետո ասում է ինչպես պետք է ապրենք ըստ այս պատվիրանների, ինչպես պետք է կիրառենք սկզբունքները։ Ուրեմն առաջի երկու գլուխները Ֆիլիպպեցիս նամակից Պողոս Արաքյալը տալիս է մեզի սկզբունքներ, պատվիրաններ, ճշմարտություններ։ Դրանից հետո գալիս է թե ինչպես պետք է օգտագործենք այդ սկզբունքները, այդ պատվիրանները, որպեսզի կարողանանք ապրել այնպես, ինչպես որ Աստված է ուզում, որ մենք ապրենք։ Ուրեմն առաջի երկու գլուխներում մենք տեսանք Պողոս Արաքյալի սկզբունքները, ճշմարտություններ տվեց եւ մանավանդ տվեց մեզ օրինակ, Հիսուս Քրիստոսի օրինակը, իր աշակերտների Տիմոթեոսի օրինակը, թե ինչպես նրանք հավատարիմ ծառայում էին Աստծուն եւ Պողոս Արաքյալի հետ միասին։ Որից հետո հիմա գալիս ենք 3-րդ գլուխ, 3-րդ եւ 4-րդ գլուխներում կտեսնենք ինչպես կարող ենք այդ օրինակները օգտագործենք մեր կյանքում, որպեսզի կարողանանք ապրել այն կյանքը, որ Աստված ուզում է, որ մենք ապրենք։ Մեր այսօրվա հատվածը կլինի Ֆիլիպպեցիս 3-րդ գլուխ 4-ից 7 համարները եւ վերնագիրն է Կորուստ դեպի Շահ Քրիստոսում։ Կորուստ դեպի Շահ Քրիստոսում։ Եկեք ոտքի կանգնենք եւ կարդանք 4-ից 7 համարները։ Ֆիլիպպեցիս 3, 4-ից 7-ը։ Թեև ես էլ կարող էի մարմնով բարձրանալ, եթե մի ուրիշը կարծում է, թե կարող է վստահություն ունենալ մարմնի կողմից, ապա առավել եւս ես, թլփատված 8-րդ օրը, Իսրայելի ազգից, Բենյամինի ցեղից, Եփրայեցիներից, օրենքին նայելով փարիսեցի, ինչ նախանձախնդրությունն է վերաբերում եկեղեցուն էի հալածում, օրենքով եղող արդարության դեպքում անբասիր էի, բայց այն, ինչ շահ էր ինձ համար, կորուստ համարեցի Քրիստոսի համար։ Եկեք աղոթենք։ Ով Տեր, շնորհակալ ենք այս խոսքերի համար, փառք ենք քեզ տալիս, որ ունենք այս օրինակը մեր Պողոս Արաքյալին, թե ինչպես իր անցյալ կյանքը թողեց եւ քեզ հետևեց, թողեց այն ամենը, ինչ որ իր համար շահ էր եւ քեզ գտավ, որպես իր ամենագերագույն գանձը։ Աղոթում ենք, որ մենք էլ այս օրինակին հետևենք եւ ապրենք այնպես, ինչպես որ ապրեց նա եւ ապրեց Հիսուս Քրիստոսը այս աշխարհի վրա։ Ամեն ինչ թողած երկնքում եկավ երկրի վրա մարդու կերպարով եւ ապրեց համեստությամբ եւ խոնարհությամբ։ Թող այդ բոլոր օրինակը լինի մեր օրինակը եւ դրանով էլ մենք ապրենք եւ քեզ փառավորենք։ Հիսուսի անունով ենք խնդրում, ամեն։ Խնդրում եմ նստեք։ Ուրեմն նայելու ենք Ֆիլիպպեցիս 3, 4-ից 7 համարները, Կորուստ դեպի Շահ Քրիստոսում։ Մենք ինչպես գիտենք, որ այսօր կան շատ աշխարհիկ մարդիկ, որ իրանց վստահությունը իրանց վրա է։ Իրանք հպարտանում են իրանց գիտելիքներով, հպարտանում են իրենց անունով, իրանց հարստությունով, նվաճումներով, ինչպես տեսնում ենք
աշխարհահռչակ երգիչներ, դերասան, դերասանուհիներ եւ այլն։ Բոլորն էլ հպարտանում են իրենց նվաճումներով, իրենց հույսը իրենց նվաճումների վրա է։ Բնական մարդն էլ հակված է ինքնաթարացման, այսինքն մարդը կարծում է, որ ինքը բարի լինելով, համբավ լինելով, իր նվաճումներով կարող է արդարանալ Աստծո առջև։ Մարդկային արդարությունը անիմաստություն է։ Իմաստուն մարդը չի հիմնվի իր արդարության վրա։ Բնական մարդը ունի ինքնավստահություն, ինքը իրեն է վստահում։ Մարդիկ արժեք են փնտրում իրենց նվաճումների մեջ, իրենց հարստության մեջ, իրենց կրթության մեջ, հեղինակության մեջ եւ այլն եւ այլն։ Դուք կարող եք դա ավելացնել։ Դրա մեջ են փնտրում իրենց արժեքը։ Նույնիսկ ամենատպավորիչ վկայականները չեն կարող իսկական արդարություն ձեռք բերեն Աստծո դեմ։ Ոչ մի բան չի կարող մարդուն արդարացնի իր արդարությունով Աստծո դեմ։ Ինչի համար, որովհետև դրանք անարժեք են Աստծո հանդեպ եւ Քրիստոսին ճանաչելու մեջ անարժեք բաներ են դրանք։ Ամենաբարի մարդը իր արդարությամբ չի կարող արդարանալ Աստծո առաջ։ Հավատացյալի վստահությունը միայն գալիս է հավատքով Քրիստոսի հանդեպ, որպեսզի շահի Քրիստոսի արդարությունը եւ դրանով կարողանա Աստծո առաջ արդար լինել։ Միայն դա է իր փրկությունը, իր վստահությունը։ Փրկություն չեն կարող ձեռք բերել բարի գործերով եւ մեր արդարությամբ, երբեք։ Այլ Աստծո շնորհով դա պարգև է Քրիստոսի մեջ։ Աստված տալիս է մեզ իր շնորհքով այդ արդարությունը որպես պարգև Քրիստոսի մեջ։ Ուրեմն եթե նայեք մեր այսօրվա թեման յուրաքանչյուր քրիստոնյայի արդարությունը սկսվում է, երբ որ նա մերժում է ինքնավստահությունը, հրաժարվում է երկրային շահերից եւ ընդունում է Քրիստոսին որպես իր գերագույն գանձը։ Դա է միակ ձևը քրիստոնյայի արդարության համար։ Ինչպես կարող է քրիստոնյան ձեռք բերել այս գերազանց գանձը Քրիստոսին։ Մեր այսօրվա հատվածը ցույց է տալիս մեզ գերագույն գանձը ձեռք բերելու երկու միջոցներ։ Երկու միջոց, որով կարող ենք մենք ձեռք բերել գերագույն գանձը, որը Քրիստոսն է։ Առաջինը մերժել մարմնի հանդեպ վստահությունը։ 4-ից 6 համարները։ Մերժել մարմնի հանդեպ վստահությունը։ Մենք որևէ պատճառ չպետք է ունենանք վստահելու մեր մարմնին։ Երբ որ ասում ենք վստահելու մեր մարմնին, ոչ թե ֆիզիկական մարմինը, այլ մեր ունեցվածքի, մեր նվաճումների, մեր գիտելիքների մեջ չվստահենք դրանց։ Քանի որ դրանք բոլորը ժամանակավոր են եւ դրանք անարժան են Աստծո առաջ։ Եվ դրանք իհարկե մեր անցյալ կյանքում գայթակղություն էին։ Մեզ գայթակղեցնում էին, որպեսզի հեռու մնայինք Քրիստոսից։ Սատանան դա է օգտագործում։ Ամեն ինչ տալիս է մարդուն, որպեսզի մարդը դրա վրա վստահի, դրանով ուրախանա եւ Քրիստոսից հեռու մնա։ Տեսեք 4-րդ համարի առաջի մասում Պողոս առաքյալը ինչ է ասում։ Թեև ես էլ կարող էի մարմնով բարձենալ։ Պողոս առաքյալը շատ բան ուներ ինքը իրանով բարձենալ։ Կարող էր, բայց արդյոք արեց դա։ Ոչ, չարեց։ Շատ պատճառներ ուներ իր վրա վստահելու, իր արտոնությունների վրա վստահելու, իր նվաճումների վրա վստահելու։ Բայց չարեց դա։ 4-րդ համարի շարունակությունը տեսեք ինչ է ասում։ Եթե մի ուրիշը կարծում է, թե կարող է վստահություն ունենալ մարմնի կողմից, ապա առավել եւս ես։ Ոչ մեկը Պողոս առաքյալի ժամանակ չուներ այդ վստահությունը, նվաճումները, որ Պողոս առաքյալը ուներ։ Ոչ մեկ չուներ իր աչամ։ Դրանով ինքը կարող էր
բարձենալ բոլորից ավել։ Դրա համար ասում է, եթե կա այդպիսի մեկը, առավել եւս ես եմ։ Շատերը այսօր ունեն բարձենալու բաներ, իհարկե։ Եվ ինչպես տեսել ենք Պողոս Արաքյալի կյանքը իր ապաշխարությունից հետո, նա ոչ քահանայական տոհմից էր, ոչ թագավորական ցեղից էր, ինչպես Դավիթ թագավորներ, ինչպես Ահարոնն է, բայց բոլորը միասին վերցրած չկար մեկը, որ այդքան պատճառներ ունենար, որ ինքը իրան չվստահեր, ինչպես Պողոս Արաքյալն էր։ Եվ ուներ պատճառ բարձենալու, այնքան պատճառներ ուներ բարձենալու, որ ոչ մեկ չուներ։ Եվ տեսնելու ենք դա, տեսեք օրինակ 5-րդ համարում ինչ ասում, տեսնենք իր նվաճումները, ինչի համար Պողոս Արաքյալը ասում է, որ ամենից շատ ես կարող եմ ինձանով բարձենալ, ոչ մեկ ինչապ չի կարող։ Պատճառները ինչ էին, 5-րդ համարը, առաջինը, թլփատված 8-րդ օրը, գիտեք, թլփատումը ասված այդ օրենքը ուխտը տվեց Աբրահամին, ուխտ էր կնքել Աբրահամի հետ, որ բոլոր հրյաները պետք է թլփատվեին, և թլփատությունը դա նշան էր հրյաների համար, որ իրանք առանձնացած էին բոլոր մնացած ազգերից, բոլոր հեթանոսներից, իրանք յուրահատուկ էին, Աստծո ժողովուրդն էր, ուրեմն պետք է թլփատված լինեին, պետք էր, որ նրանք ցույց տային մաքրություն, սրբություն, դա նշան էր մաքրության, սրբության։ Արաքյալ իհարկե հեթանոս չէր, ինքը հրյա էր, և ասեց, որ թլփատված եմ 8-րդ օրը, այսինքն օրենքի մարդ, դե պատկերացնում եք ինչքան էր հետևում օրենքին, ինչքան էր պահում օրենքը, որ մինչև անգամ օրենք ասել է, որ ամեն երեխա պետք է 8-րդ օրը թլփատվի, Պողոս Արաքյալը դա կատարել էր, կատարյալ ձևով։ Թլփատված էր օրենքի համեմատ 8-րդ օրը։ Ուրիշ ինչով էր բարձնում 5-րդ համարում։ Երկրորդը Իսրայելի ազգից, մաքուր իսրայելցի էր ինքը, իսկական իսրայելացի։ Երկրորդ չէ։ Այո։ Բնական իսրայելացի, ոչ մի խառնում։ Հետո ուրիշ ինչով է հպարտանում, Բենյամինի ցեղից։ Գիտենք, որ Բենյամինը Հակոբի որդին էր, և Բենյամին ցեղը Հրեաստանի 12 ցեղերից ամենալավ, ամենամաքուր ցեղն էր, որտեղից եկել էր իրանց առաջի թագավորը, Սավուխ թագավորը։ Եվ Բենյամինի ցեղում կար նաև Երուսաղեմ քաղաքը և Տիրոջ տաճարը։ Ուրեմն Պողոս Արաքյալը այդ ցեղից էր, Բենյամինի ցեղից։ Դրանով կարող էր հպարտանալ ինքը։ Ուրիշ ինչով էր հպարտանում 5-րդ համարում, եբրայեցիներից եբրայեցի, մշակութային և կրոնական մաքրություն, հրյա, մաքուր հրյա, հայրը հրյա, մայրը հրյա, դրանից ավել ինչ կարող էր լինել։ Կային մարդիկ, որ խառնուրդ էին, հրյաներ կային, որ խառնուրդ էին, օրինակի համար Պողոս Արաքյալի աշակերտը Տիմոթեոսը, մայրը հրյա էր, հայրը հեթանոս էր, հույն էր, ավելի ճիշտ, խառնուրդ էր, բայց Պողոս Արաքյալը հրյա ծնողներ ուներ, թե մայրը, թե հայրը հրյա են, ուրեմն իսկական հպարտության առիթ էր, այո։ Ուրիշ ինչով էր հպարտանում, օրենքին նայելով փարիսեցի, դա արդեն կրոնական մարդ, Հրեաստանի մեջ ամենաբարձր կրթություն ունեցող, ամենաբարձր աստիճանի մարդիկ էին, օրենքներ պահող, օրենքներին հետևող, կոչվում էին փարիսեցիներ։ Եվ ինքը փարիսեցի էր, և միևնույն ժամանակ փարիսեցու որդի էր, իր հայրն էլ էր փարիսեցի։ Պատկերացնում եք ինչքան հպարտություն կարող էր ունենալ։ Տեսեք 6-րդ համարում ինչ ասում։ Ինչ նախանձախնդրությունն է վերաբերում,
եկեղեցուն էի հալածում։ Անկեղծ կրոնական հալածող եկեղեցուն։ Որպես փարիսեցի ինքը կարծում էր, որ ամենալավ բանն է անում Աստծո համար, որ եկեղեցին է հալածում, քրիստոնյաներին էր հալածում։ Եվ դրանով ինքը բարձենում էր։ Դա եռանդուն մի բան էր իր համար։ Այո, շատ հավատարիմ էր իր կրոնին, Աստծո օրենքին նվիրված։ Իրա եռանն էր այնքան, որ դրդեց իրան, որ քրիստոնյաներին հալածեր։ Շատ բռնի ձևով էր հալածում։ Խիղճ հալածում էր Աստծո եկեղեցուն։ Ստիպում էր նրանց, որ հայհոյել Քրիստոսին մինչև անգամ։ Ուրեմն տեսնում ենք իրա բարձենալը։ Հետո 6-րդ համարի շարունակությունը օրենքով եղող արդարության դեպքում անբասիր էի։ Արտաքինով կատարյալ օրենք պահող էր։ Դրսից որ իրան նայում ենք, չկար իրա նման օրենք պահող։ Կարծում էր, որ իր օրենքները պահելով ինքը արդարանում էր Աստծո առաջ։ Դա իր կարծիքն էր, իր արդարությունն էր, ձեռք բերած արդարությունը։ Ինքը իրան անմեղ էր համարում։ Ոչ մի մեղ չուներ, մեղավոր չէր, ոչ ոք նրան չէր կարող հանդիմանել որևէ բանի համար, ոչ ոք նրան չէր կարող անարդար համարել։ Այնքան որ ինքը վստահ էր իր մասին։ Եվ սա ցույց է տալիս, թե մարդը որքան է վստահում ինքը իրեն։ Սա մեղքի պատճառն էր։ Մեղքը այնքան խորն է մարդու մեջ, որ տանում է մարդուն դեպի այնքան խորը, որ սկսում արդեն ինքը հպարտանալ իրանով։ Ինքը իր Աստվածն է համարում իրան։ Ուրեմն օրենքը պահելով ոչ մեկը չի կարող վաստակի Աստծո պահանջած արդարությունը։ Ինչքան ուզում ես օրենքը պահի, չես կարող Աստծո արդարությունը ունենաս։ Տեսեք Հռոմեացիների 3:20 ինչ ասում։ Հռոմեացիս նամակը, որ Պողոս Արաքյանն է գրել, 3:20 համարը։ Դրա համար նրա առջև ոչ մի մարմին, այսինքն Աստծո առջև ոչ մի մարմին օրենքի գործերով չի արդարանալու, քանզի մեղքի ճանաչումը օրենքի միջոցով է։ Ոչ մեկը չի կարող Աստծո առաջ օրենքի գործերով արդարանալ։ Քանի որ օրենքը ինչի համար էր Աստված տված։ Մինչև օրենքը, մինչև 10 պատվիրանները մարդիկ մեղք էին գործում, չգիտեին իրանք մեղք էին գործում։ Բայց երբ որ 10 պատվիրաններ եկավ, մարդիկ ասեցին, վայ, մենք մեղքի մեջ ենք, մենք այդքան մեղք ենք գործում։ Ուրեմն օրենքը ցույց է տալիս մարդուն, որ ինքը մեղավոր է։ Այո։ Դա է անում։ Դրա համար էլ Պողոս Արաքյալը հետո գրում է, որ օրենքը պահելը արդարություն չի բերում մարդուն, Աստծուն չի գոհացնում։ Մարտին Լութերը գրել է հետևյալ խոսքերը. ճշմարիտ արդարությունը օրենքից չէ, այլ Քրիստոսի հանդեպ հավատքից է։ Դա է ճշմարիտ արդարությունը, Քրիստոսի հանդեպ հավատք։ Արսիսպրորը գրել է հետևյալ խոսքերը. մեր վստահությունը երբեք չպետք է հիմնված լինի գործերի վրա, այլ միայն Աստծո արդարության վրա, որ ստացել ենք հավատքով։ Տեսնում եք, միշտ գնում է դեպի հավատք։ Հավատալով Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք ստանալ իր արդարությունը, որ կարողանանք Աստծո առաջ արդար լինել։ Մենք մեզ պետք է հարցնենք, արդյոք ինչի վրա մենք այսօր հույս դնում։ Ինչի վրա ենք հույս դնում։ Մեր բարի գործերի վրա, մեր արդարության վրա, մեր նվաճումների վրա, ինչպես Պողոս Արաքյանն էր դրել։ Կրթության վրա, բարոյական վարքագծի վրա, համեմատում ենք մեզ ուրիշ ավելի վատ մարդկանց հետ, կարծում ենք մենք ավելի լավն ենք, մենք արդար ենք Աստծո առաջ, բայց ոչ։ Ուրեմն
մերժելով մեր ինքնավստահությունը, որը մեզ համար դրանք շահ էր, ինչպես Պողոս Արաքյալի համար, դրանք պետքա դառնան կորուստ։ Սա մեզ բերում է մեր երկրորդ կետին, շահը համարել որպես կորուստ։ Մինչև այդ մեծ նվաճումները, այդ որը որ մեզ համար շահ է, չհամարենք կորուստ, մենք չենք կարող ունենալ Քրիստոսի արդարությունը։ 7-րդ համար առաջի մասը, բայց այն, ինչ շահ էր ինձ համար, կորուստ համարեցի Քրիստոսի համար։ Այն, ինչ շահ էր ինձ համար, ինչն էր շահ Պողոս Արաքյալի համար, իրա բարի գործերը, իրա օրենք պահելը, դրանք դարձել են իրա համար կուրքեր, ինքը կրապաշտ էր, պաշտում էր օրենքը, պաշտում էր իրա կրոնը, և դա իրան հեռու էր պահում քրիստոնյանից, դրա համար էր հալածում քրիստոնյաներ։ Բայց 7 համարի երկրորդ մասում կորուստ համարեցի Քրիստոսի համար։ Այդ բոլորը գցեց մի կողմ, գցեց աղ, որպեսզի Քրիստոսին շահի։ Իրա բոլոր նվաճումները, որ տեսանք 5-րդ, 6-րդ համարում, համարեց աղ, համարեց կորուստ, շահը դարձավ կորուստ։ Եվ դրա փոխարեն ստացավ Աստծո շնորհքով իրա հավատքը, իրա փրկությունը։ Եվ Քրիստոսը իրա համար դարձավ գանձ, գերագույն գանձը։ Տեսեք Գաղատացիս 2:20-ում Պողոս Արաքյալը ինչ է ասում իր մասին։ Գաղատացիների նամակ 2-րդ գլուխ 20-րդ համարը։ Պողոս Արաքյալը ասում է. ես Քրիստոսի հետ խաչ ելա, այսուհետև ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Եվ այն կյանքը, որ այժմ ապրում եմ մարմնով, Աստծո որդու հավատով եմ ապրում, որ ինձ սիրեց և իրեն ինձ համար տվեց։ Ամեն։ Պողոս Արաքյալը ասում է, որ ես հիմա ապաշխարել եմ, բայց այդ կյանքը, որ հիմա ապրում եմ, այդ նոր կյանքը, ես չեմ ապրում։ Քրիստոսն է ապրում իմ մեջ։ Առաջ սատանան էր ապրում իմ մեջ։ Առաջ ես կատարում էի սատանայի ցանկությունները։ Օրենքներն էի պահում։ Ես կարծում էի, որ արդար էի, բայց ոչ, հիմա Քրիստոսի կյանքն է իմ մեջ։ Ես Քրիստոսի կյանքն եմ ապրում։ Ամեն ինչ պետք է մենք կորուստ համարենք, երբ որ տեսնենք Քրիստոսի փառքը։ Ոչ ոք չի կարող Աստծո առջև կանգնել իր սեփական արդարությամբ։ Մեր արդարությամբ մենք չենք կարող, ինչքան էլ ուզում եմ մենք արդար լինենք, չենք կարող Աստծո առաջ կանգնել, որովհետև Աստված ունի իր արդարության չափանիշը։ Եթե չունենք Աստծո արդարությունը, Քրիստոսի արդարությունը, մենք չենք կարող Աստծո հետ հաշտվել, չենք կարող Աստծո առաջ կանգնել։ Ուրեմն ինչ որ շահ է մեզ համար, պետք է մենք դրանք կորուստ համարենք, որպեսզի շահենք Քրիստոսին, որպեսզի ստանանք իր արդարությունը։ Քրիստոսը պետք է լինի մեր կյանքի կենտրոնում։ Ամեն ինչի կենտրոնը պետք է Քրիստոս լինի մեր կյանքում։ Այն ինչ որ ունեինք մեր փրկությունից առաջ, բոլոր շահերը պետք է կորուստ համարենք։ Դրանք խոչընդոտներ էին մեզ։ Հեռու էի պահում մեզ Քրիստոսից, հավատքից, ապաշխարությունից։ Մենք մեր հույսը դրել էինք մեր ունեցվածքի վրա, մեր կրթության վրա, մեր նվաճումների վրա, փոխանակ դնեինք Քրիստոսի վրա։ Բայց երբ որ ապաշխարում ենք, դառնում ենք Քրիստոսին, արդեն այդ բոլոր մնացած բաները, որ մեզ համար շահ էր, արդեն դարձավ կորուստ, որտեղ մենք ավելի մեծ գանձ շահեցինք։ Փրկությունը Քրիստոսի միջոցով դա է պետք է հրաժարվել ամեն տեսակի կախվածությունից։ Ինչ որ մեր կյանքում կա, որ դրանից կախված ենք, պետք է դրանից հեռանանք, որպեսզի կարողանանք շահել Քրիստոսին։ Ջոն Մակարթուր հովիվը այս բոլորը
ամփոփելամեկ նախադասության մեջ։ Իսկական արդարությունը գտնվում է միայն Քրիստոսի մեջ։ Սա արդեն բացատրում է բոլորը։ Իսկական արդարությունը գտնվում է միայն Քրիստոսի մեջ։ Եթե չունենք Քրիստոս, չունենք արդարություն, ուրեմն փրկություն չունենք։ Մենք չենք կարող Աստծո հետ հաշտվել, չենք կարող Աստծո առաջ կանգնել։ Ուրեմն մերժելով այդ բաները, որոնք շահ էր մեզ համար, դրանք դառնում են կորուստ Քրիստոսի շահերու համար, որպես մեր ամենագերագույն գանձը։ Ուրեմն սիրելիներ, եթե որևէ մեկը կա այսօր այստեղ, որ դեռ չունի Քրիստոսի արդարությունը եւ կախվածություն ունեք, գիտեմ ինչից ձեր կյանքում, ինչ որ է, ամեն մեկը ինքը գիտի։ Դրանք խոչընդոտ են դառնում ձեզ հեռու պահել Քրիստոսից, ինչպես որ Պողոս առաքյալին։ Բայց երբ որ գտավ գանձը, ամեն ինչ աղբ համարեց։ Նույնն էլ պետքա մենք անենք։ Ինչ որ մեզ հեռու է պահում Քրիստոսից, թողնենք, հեռանանք, որովհետև ավելի լավ բան կա, ավելի գերազանցը կա, գերագույնը կա, որ դրա նման արժեքավոր բան չկա աշխարհի վրա։ Եթե ամբողջ աշխարհն է տան մեզ, համեմատելի չէ դա ինչ որ Աստված մեզ համար պատրաստել է երկնքում։ Դա բաց չթողնենք, սիրելիներ։ Ուրեմն ինչպես է մեր կորուստը դառնում շահ։ Մեր կորուստը, մեր շահը նախ դառնում է կորուստ, որպեսզի Քրիստոսի շահենք։ Երբ որ Քրիստոսի ենք շահում, այդ կորուստը, որ տվեցինք, նորից դառնում է ավելի գերագույն շահ։ Ինչպես է դա կորուստը դառնում շահ։ Դա էլ մյուս անգամ շարունակենք։ Եկեք աղոթենք։ Մեր եկնավոր Հայր, փառք ենք քեզ տալիս այս հիանալի խոսքերի համար։ Շնորհակալ ենք ով Տեր, որ քո ողորմությամբ, քո սիրով դու հավատքի դուռը բացեցիր, փրկության դուռը բացեցիր բոլոր նրանց համար, ովքեր հավատում են քո որդուն, ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես իրենց Տերն ու Փրկիչը, որպես գերագույն գանձը։ Շնորհակալ ենք, որ այդ արեցիր, այդ մեծ գործը կատարեցիր քո որդու միջոցով, նրան խաչի վրա բարձրացրեցիր, մահացավ, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ եւ բարձրացավ, նստեց քո աջ կողմում։ Շնորհակալ ենք այդ բոլոր գործի համար, այդ մեծ գործի համար։ Աղոթում ենք ով Տեր, որ օգնես բոլոր նրանց, ովքեր դեռ քեզ չեն ճանաչում։ Թող ամեն ինչը թողնեն մի կողմ, իրանց բոլոր շահերը համարեն կորուստ, որպեսզի շահեն Տեր Հիսուս Քրիստոսին։ Սրտանց աղոթում ենք ամեն մեկի համար։ Հիմա էլ ով Տեր խնդրում ենք, որ մեր սրտերը պատրաստես, մոտենալով սեղանին, ընդունելով հաց ու գինին, հիշելով այդ նոր ուխտը, որ Հիսուս տվեց աշակերտներին վերջի գիշերը, վերջի ընթրիքի ժամանակ, հիշելով նրա կատարած գործը խաչի վրա, մեր փրկության համար։ Շնորհակալ ենք այդ մեծ հրաշքի համար եւ քեզ ենք փառք տալիս, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։